Պարոն նախագահ, այսպեսի մի հատ իրավիճակ կա, որ հիմա իրերը չեն կոչվում իրենց իրական անուններով, օրինակ բերեմ, կապիտուլյացիան հիմա կոչվում է խաղաղություն։ Ու սրա հետ համակերպելը նորմալ մարդու համար հնարավոր չէ, ուղղակի, որովհետև զարթնել ենք մի իրականության մեջ, որը աբսուրդ է ուղղակի։ Ցավոք սրտի ներկա իշխանությունը մեզ փորձում է սա որպեսի հենց խաղաթուղթը ցույց տա, հա, որպես կոզր, ասենց ասեմ, որ իրանք բերեն այս խաղաղությունը եւ այլևս զինվորները չեն զոհվելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Սակայն մենք ունենք հայրենիքի կորուստ։ Արցախը մեր հայրենիքն է։ Ես արցախցի չեմ, բայց Արցախը մեր հայրենիքն է, սա պիտի ես կարծում եմ բոլորը պետք է գիտակցեն։ Հիմա այսի մի հարց։ Նախքին արհավիրքը տեսնելուց հետո շատ ծնողներ եւ իթե վախեցած են այդ պատերազմ հասկացողությունից, որովհետեւ տեսան թե ինչ եղավ այդ պատերազմը, ինչքան զոհերի պատճառ դարավ եւ այլն եւ այլն։ Արդյոք հնարավոր է վերադարձնել Արցախը առանց պատերազմի։ Շնորհակալություն։ Երևի ամենից բարդ եւ զգայուն հարցերից մեկն է։ Մենք հիմա խոսում ենք Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի մասին։ Պետությունը պետք է դրա մասին խոսա, ոչ թե մենք։ Եվ դա անբաժանելի իրավունքն է։ Սա այն հարցը չի, որ ասես սա կարող է կոնֆլիկտ բերի, պատերազմի բերի եւ այլ եւ այլ։ Պատերազմի հետ կապ չունի, բայց սա այն հարցն է, որը հենց սկզբից պետք է ամրագրենք։ Չեն անում, չեն ուզում։ Ասում են կոնֆլիկտացին է։ Ես հասկացա մի բան, ամեն ինչ կարող է Իլհամ Ալիևին դուր չգա, Փաշինյանի համար կոնֆլիկտացին է։ Այսօր բանա չէ հայտարարել է բանի մասին, որ ես էլ պիտի բանտում լինեմ։ Ղարաբաղ ունեցել է 4 նախագահ, 3-ը Բաքվի բանտում է։ Երևի պուլտով ասել են մեկն էլ տեղ պիտի լինի։ Ենթադրում եմ։ Ենթադրում եմ։ Ուրեմն մենք դրանից ենք սկսելու։ Մենք մեր բանը սա է։ Դրանից հետո մի հատ տեսնեք, սա պիտի տեղ հասնի, որից հետո հետևյալն է, անվտանգ վերադարձ ինչ է նշանակում։ Անվտանգության երաշխիքները ինչպես են կարգավորվում։ Բանակցային գործընթացը չեմ կարծում, որ հեշտ ճանապարհը, ծանր ճանապարհը, ամենից մեծ սխալը այդ ճանապարհից հրաժարվելն է։ Այս բայը այսքան։ Շնորհակալություն, պարոն նախագահ։